Հարգարժան ներկաներ, սիրելի սևանցիներ, հերոսացին մայրեր և հայրեր, ընկերներ և հարազատներ։ Այսօր մենք կանգնած ենք մի նորաբաց սրբավայրի առաջ, հուշաքարի, որն այլևս հավերժ կհիշեցնի մեզ մեր համայնքի 37 անմահ հերոսներին, ովքեր իրենց կյանքի ամենաթանկը վճարեցին հանուն հայրենիքի, հանուն մեզ, հանուն խաղաղ Վաղվան։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մեր համայնքում կազմակերպել են բազմաբնույթ միջոցառումներ, նվիրված մեր անմահացած հերոսներին։ Հուշամրցաշարեր, ծառատունկներ, բացվել են պուրակներ, ցայտաղբյուրներ, դպրոցներում կազմակերպվել են հուշ ցերեկույթներ, բացվել են անկյուններ։ Բայց այս վայրը, որը բացվելու է Սևանի սրտում, լինելու է մեր ինքնության, անկախության, արծաթաթև, սլացքի մեր վաղվա ապագայի խորհրդանիշ։ Այս արծվակերտը պարզապես քար չէ, այն մեր համայնքի ցավի հիշողության, երախտագիտության և պարտքի խորհրդանիշն է, այն մեզ պարտավորեցնող լռություն ունի, լինել արժանի այն արյանը, որով ջրվեց մեր նախնյաց հողը։ Սիրելի ներկաներ, ուզում եմ այստեղ հրավիրել մեր անմահացած հերոսների զավակներին, ովքեր այս պահին այստեղ են և կբացեն հուշաքարի սպիտակ սավանը։ Խոնարհվում ենք մեր հերոսների հիշատակի առաջ, փառք հերոսներին, և հավերժ հիշվելու են նրանց անունները. Արման Լեռնիկի Պողոսյան, Հարություն Վրեժի Ռաֆայելյան, Արթուր Դավթի Պողոսյան, Սարգիս Արայիկի Գևորգյան, Արթուր Հայկի Կիրակոսյան, Արման Արմենի Գալստյան, Լևոն Կարենի Լևոնյան, Տիգրան Համբարձումի Ղարիբյան, Էդվարդ Ռուբիկի Հակոբյան, Արթուր Իվանի Վիրաբյան, Գորիս Մխիթարի Հովսեփյան, Ալիկ Իշխանի Պետրոսյան, Բաբկեն Արարատի Մկրտումյան, Խաչիկ Ռոբերտի Խաչատրյան, Ռադիկ Պապինի Թորոսյան, Նվեր Մերուժանի Հովսեփյան, Հովիկ Վարուժանի Վերանյան, Արմեն Սամվելի Ենգիբարյան, Ղամբար Սպարտակի Խաչատրյան, Վարդան Ֆրունզի Կարապետյան, Փայլակ Սերժիկի Սահակյան, Արամ Մանվելի Սահակյան, Փայլակ Դավթի Ղազարյան, Գևորգ Սևակի Բաբայան, Վրույր Ավետիքի Վարդանյան, Ռաֆի Մանուկի Մանուկյան, Արմեն Ավետիսի Խաչատրյան, Կարեն Արտակի Շահինյան, Վահագն Գրայկի Գևորգյան, Վիգեն Համլետի Քոչարյան, Սերգեյ Ալիկի Սահակյան, Լեռնիկ Անդրանիկի Վահանյան, Գենադի Արամի Մնացականյան, Հայկ Դավթի Գասպարյան, Գևորգ Գագիկի Օհանյան։ Ուզում եմ հիշատակել երկու հայորդիների անուն ևս, ովքեր հայրենիքի պաշտպանության համար անմահացան։ Վիգեն Ժիրայրի Պետրոսյան 2017 թվականին, Նարեկ Գագիկի Սարգսյան 2023 թվական։ Հավերժ փառք հայրենիքի համար անմահացած բոլոր ժամանակների մեր հերոսներին։ Սիրելի ներկաներ, այժմ ուզում եմ սիրով ձայնը տալ Սևան համայնքի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս Կահանա Իգնաթևոսյանին առաստված հնչեցնելու աղոթք մեր զոհված հերոսների համար։ Սիրելիներ, մեր խոսքը մեր աղոթքն է, հիմա միասին աղոթենք մեր անմահ նահատակների, անմահ զինվորների
զոհված զինվորների ոգիների հանգստության համար։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հայր մեր, որ հերկինսս, Սուրբ Եղիցի անուն քո, եկեսցե արքայություն քո, Եղիցին կամ քո, որպես հերկինս եւ երկրի, ըսած մեր հանապազոր, տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզ ի փորձություն, այլ փրկյաց մեզ ի չարեն, Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք Ավիդյանս ամեն, եւ եւս խաղաղության ստերաղաչեսու կարկեցո եւ ողորմյա։ Օրնություն եւ փառքոր եւ օրթվո եւ օգտվի սրբո, այժմ եւ միշտ եւ Հավիդյանս Հավիդենից ամեն։ Օգվոցն հանգուցելոց Քրիստոս Աստված արահանգիստ եւ ողորմություն եւ մեզ մեղավորացս շնորհյա ըստ անցալած Եվ եւս խաղաղության ստերաղաչեսու վասնանգության օգվոց նահաչեսու կսփրկիչն մեր Քրիստոս զիզնոսան դարդար սնդասս սևս մեզ կեցուսը շնորհի ողորմության յուրով ամենակալ Տեր Աստված մեր կեցո է ողորմյա Տեր ողորմյա Տեր ողորմյա Տեր ողորմյա Քրիստոս որդի Աստուծո անուխակալ եւ բարեգութ գթակ վարաչական սիրով դիոքիս հանգուցյալ ծառայից կոց եւ մանավանդ ի հոգիս նահատակացն Արցախյան պատերազմին Իշյա հավուր մեծի գալեստյան արքայության քո արարժանի ողորմության քավության եւ թողության մեղած դասավորյալ պայծառացո ընսուրբս քո հաճակողմյան դասուն զիդու ես Տեր եւ արարիչ ամենեցուն դատավոր կենթանյաց եւ մեռելոց եւ քեզ վայել է փառք իշխանություն եւ պատիվ այժմ եւ միշտ եւ Հավիտյանս Հավիտենից ամեն Սուրբ խաչի վսաչես սուկս Տեր Սիսովավ փրկեցես մեզի մեղած Եվ կեցուցե շնորհի ողորմության յուրով ամենակալ Տեր Աստված մեր կեցո եւ ողորմյա Կեցո Տեր եւ ողորմյա Պահպանիչ եւ հույս հավատացյալների Քրիստոս մեր Աստված Պահիր, պահպանի եւ օրհնիր մեր Հայաստան Հանրապետությունը եւ այստեղ ներկա բոլոր քո հավատացյալ զավակներին Քո սուրբ խաչի հովանոներ քո խաղաղության մեջ Փրկիր ազատիր նրանց երևելու եւ աներևույթ թշնամիներից Արժանավորիր, որպեսի միշտ գոհությամբ փառավորեն քեզ, որ եւ Սուրբ Հոգու հետ, այժմ եւ միշտ եւ Հավիտյանս Հավիտենից։ Սիրելի ներկաներ, այժմ ելույթի համար ձայնը տրվում է Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արմինուհի Ղուկասյանին։ Սիրելի սևանցիներ, այսօր 2025 թվականի սեպտեմբերի 26-ին, որը նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին նախորդ է, ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այն ծնողներին, որոնք պատերազմ ճանապարհեցին իրենց որդիներին։ Նրանք այս երկրին տվեցին ամենաթանկը, իրենց զավակների կյանքը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն կանանց,
որոնք այսօր 5 տարի անց պատվախնդրորեն ու արժանապատվորեն տանում են իրենց խաչը, մեծացնելով այդ հերոսների զավակներին։ 20 թվականի աշունը սահմանագիծ էր, առաջի և հետոյի։ 20 թվի աշունը խլեց մեր լույս տղաներին, մեր գարուններին։ Տարբեր էին նրանց ճակատագրերը, մեկը ուսանող էր, մեկը աշխատում էր, մեկը սիրահար ամուսին էր, մյուսը պատրաստվում էր ամուսնանալ։ Սակայն եկավ 2020-ի աշունը ու խառնեց բոլորի հաշիվները, ու մեր տղաները, ամուսինները, զավակները դարձան հայրենիքի պաշտպան, դարձան իրենց տան պաշտպանը, նրանց ճակատագրերը միավորվեցին։ Ու երբ վիրավոր էին մեր երազները, երբ վիրավոր էր հողը հայրենին, նրանք գնացին մարտնչելու ու դարձան հայրենիքի նվիրյալ հերոսներ։ Արդեն 5 տարի ցավի, սպասման, կարոտի, անզորության 5 տարի, որ մենք փորձում ենք լցնել մեր արած կամ չարած գործողություններով, մեր մտածումներով, պուրակներ ենք կառուցում, դպրոցներ ենք անվանակոչում, դասասենյակներ ենք անվանակոչում, միջոցառումներ ենք անում, ու յուրաքանչյուր միջոցառման, յուրաքանչյուր անվանակոչության ժամանակ մեկ անգամ ևս ասում ենք, փառք նրանց, նրանք այսօր երկնքում են։ Հավատացեք, նրանք այսօր դարձել են Աստծո նվիրյալ զավակներ եւ հավերժ հսկելու են Հայաստան աշխարհը, բայց նաեւ պատգամում են մեզ ապրողներիս ստեղծել ուժեղ, հզոր, կայացած եւ խաղաղ հայրենիք։ Սիրելի սևանցիներ, Սևան համայնքը ցանկացել է այսօր 5-րդ տարելիցի նախաշեմին այստեղ ստեղծել մի պուրակ, որը կլինի երեխաների նաև խաղավայր։ Այստեղ կգան ծնողները, այստեղ կգան սևանցիները ու Սևանի սրտում այսօր վերադարձել են մեր 37 քաջերը։ Վերադարձել են, որպեսզի եւս մեկ անգամ հիշեցնեն, որ նրանք հայրենիքին տվել են ամենաթանկը, իրենց կյանքը, իսկ մենք ապրողներս պիտի մեր քայլերով, մեր գործողություններով, մեր ամենօրյա աշխատանքով արժանի լինենք նրանց սուրբ հիշատակին։ Ես ուզում եմ այսօր հատկապես դիմել մեր հերոսների զավակներին։ Սիրելի երեխաներ, քայլեցեք հպարտ, որովհետև դուք հայրենիքին տվել եք ձեր ծնողներին, որովհետև ձեր ծնողները մեզ բոլորիս համար են գնացել մարտնչելու։ Եղեք հպարտ, որովհետև Սևանը նաև գլուխ է խոնարհում ձեր առաջ։ Ես այսօր ուզում եմ դիմել այն ծնողներին, որոնք կարողացան 2020 թվականից հետո շտկել իրենց մեջքը ու զավակներ լույս աշխարհ բերել։ Սա նշանակում է, որ կյանքը շարունակվում է եւ ձեր հերոս տղաների պատգամը շարունակվելու է նաեւ այդ երեխաների երակներում։ Սիրելի սևանցիներ, ուզում եմ նաեւ շնորհավորել բոլորիս։ Այո, 5-րդ տարելիցի նախաշեմին բոլորիս այս տղաները հավաքել են այստեղ։ Եվ որդեկորույս մայրերին, եւ հայրերին, եւ սևանցիներին, եւ աշակերտներին, եւ պաշտոնյաներին, սա նշանակում է, որ մենք բոլորս պիտի դառնանք մի բռունցք եւ մեր միասնության, մեր համերաշխության միջոցով ստեղծենք մեր տղաների երազած ու փայփայած հայրենիքը։ Իսկ այսօր խոնկ ու խոնարհում նրանց հիշատակին, թող լույսերի մեջ լինեն նրանք, իսկ մենք եւս մեկ անգամ կրկնում ենք ապրողներս, պարտք ենք նրանց ուժեղ ու հզոր հայրենիք ունենալու։ Խաղաղության մեջ ամենքից ճակատագրերն են տարբերվում, բայց հայրենիք պաշտպանելիս դառնում ենք մի երկինք ու հող։ Անփորձ անվախ հոգիներից հավաքվեցինք, բանակ դարձանք, մեր անցյալի հերոսներից ժառանգեցինք մի երազանք, երկիրը սերը, հողը կյանք։ Գերմիշը գա ու քո համբույրը չզգա, Սրբի կներես դու ինձ
քո որդու ես տաղ երկնքով կգամ դու թող գրկի քեզ ընկերս հիմա իմ կողմից թող քեզ ասի իվա հին օրերից մինչև ներկա հիշողության կամուրջը կա փոխված դեմքեր սերունդ մի նոր որ իր գրիվն ունի այսօր կա սերունդյան որի համար պիտի պայքար լինի համար ձերքեր որ նոր են զենք բռնել ուշ ունենան ծալին տանել մահվան դեմ կյանքն է առավել Կներես դու ինձ մամ քո որդու ես տաղ երկնքով կգամ դու թող գրկի քեզ ընկերս հիմա իմ կողմից թող քեզ ասի Հավատա դու ինձ մայր քո որդու ես խաղաղ երկնքով կգամ դու պահապան աղոթքից շնորհքի անցա ողջ մի կյանքում գրի Շնորհակալություն եւ այժմ սիրով ուզում եմ ձայնը տալ մեր հերոս Լևոն Լևոնյանի հայրիկին Կարեն Լևոնյանի խնդրեմ Հուզական պահ է մեզ ծնողներիս համար Աչափ շնորհակալ եմ Սևանի համայնքապետարանից նման նախաձեռնություն ցուցաբերելու համար մեզ ծնողներիս համար յուրաքանչյուր հարգանքի մատուցում մեր տղաներին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքին, ովքեր հերոսացան եւ մտան հայոց պատմության մեջ, մեզ համար շատ գնահատելի է։ Ապրեք, ես նաեւ ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել Սմբատ Բաբայանին նման կառույցը ստեղծելու համար, այսինքն հուշաքարը եւ ցանկալի կլինի, որ յուրաքանչյուր անձ իր վերաբերմունքը նշված հուշաքարի նկատմամբ ցուցաբերի հարգանք ես կուզենայի նշել, որ այսօր 5 տարի առաջ այն օրն էր, երբ որ բոլոր տղաները մեր կողքին էին։ Մեկը ծառայության մեջ, մեկը իր ընտանիքի կողքին եւ չկար նման արավիրքի պատկերացում։ Սակայն այսօր 5 տարի անց մեր տղաների շնորհքն է, որ այսօր մենք
կարողանում ենք այս պայծառ արևը վայելել։ Եվ պետք է բոլորս շնորհակալ լինենք մեր տղաներին։ Եվ կուզենայի, որ նման հարգանքի մատուցումները առհասարակ թե Սևան համայնքի Սևան համայնքի զովաստղաների, թե Հայաստանի Հանրապետության բոլոր տարածքների նման վերաբերմունք, նման հարգանք մշտապես արժանանան տղաները։ Դրանք իրոք արժանի են նման վերաբերմունքի։ Շնորհակալություն եմ հայտնում։ Շատ ապրեք։ Շնորհակալություն։ Սևանը ողբաց իր բոլոր զոհերին, բայց նաև հպարտացավ նրանցով։ Նրանց հայրենասեր, անկոտրում ոգով, դասյարակությամբ ու անսասանությամբ։ Նրանք ապրում են մեր սրտերում, մեր աղոթքներում, մեր կրթօջախների պատերին և կապրեն այս քարե կոթողում։ Թե տեսնեք երկնքում ճախրող արծիվ, իմացեք, նրանք մեր մեջ են, նրանք անմահ են, նրանց մահ չկա։ Նրանք սավառնում են միայնակ, վերևից հսկելով մեր երկրի խաղաղությունը։ Շնորհակալություն Սևանի համայնքապետարանին այս հրաշալի նախաձեռնության համար։ Հատուկ շնորհակալություն Ուշաքարի հեղինակ քանդակագործ Սմբատ Բաբայանին։ Շնորհակալություն բոլորին, սիրելի ծնողներ, սիրելի սևանցիներ, ներկա գտնվելու համար։